օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված, ես Անահիտ Կիրակոսյանս եկել եմ որպեսի արթնանանք միասին, առաջիկա 1 ժամը լինելու է հետաքրքիր, հավաստիացնում եմ ձեզ, իսկ այս պայն առաջարկում եմ մի լավ ռիթմիկ տեսահոլովակ, միասին արթնանալու գնացինք։ Յուրաքանչյուր նոր գրքի ծնունդ ինձ ուրախացնում է, որովհետև մենք կարողանում ենք եւս մեկ անգամ հասկանալ, որ Հայաստանում ունենք յուրահատուկ մարդիկ, ովքեր անդրադառնում են թեմաներին, որոնց ոչ ոք դեռ չի անդրադարձել։ Այս պայն առաջարկում եմ դիտել տեսանյութ, որից պարզ կլինի, թե ով է իմ այսօրվա հյուրը, շատ հարգարժան։ Եվ այսպես, վաղը, մայիսի 12-ին տեղի կունենա գրող հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը։ Վեպը պատմում է առաջին հայ կարդինալի մասին, ով կարող էր դառնալ Հռոմի պապ։ Հեղինակը իրեն բնորոշ գեղարվեստական ոճով է ներկայացնում մեծ հայորդու անցած ճանապարհը։ Այս ամենի հետ եւ այս ամենի մասին մենք կզրուցենք մեր հարգարժան հյուրի հետ, գրող հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանն է այսօր առավոտյան իմ տաղավարում։ Բարի առավոտ։ Բարի ձեզ։ Նախ շատ շնորհակալ եմ, որ այս առավոտը կիսում եք մեզ հետ միասին եւ ձեր թանկ ժամանակից կտրում մեզ պատմելով նոր գրքի մասին։ Կարդինալը, վաղը արդեն գրքի շնորհանդեսը տեղի կունենա եւ ուզում եմ գանք ամենասկզբից, պարոն Աղաբաբյան ջան, ինչպես ցակեց գաղափարը անդրադառնալու այս կարևոր թեմային։ Միշտ եւ ինչ որ գործի վրա եմ, վեպ եմ գրում, մտքում հաջորդի մասին եմ մտածում։ Հետաքրքիր է։ Ու կարդինալի մասին գրելը շատ խորհրդավոր անձնավորություն է եղել եւ իր հայտնիության մասշտաբները շատ ավելի համաշխարհային մակարդակի եղել, միշտ ինձ հետաքրել է, քանի որ շատ կարճ տեղեկություն եղել, որ 2 անգամ պետք է դառնալ Հռոմի պապ։ Եվ վերջ այդքանով։ Ու մի անգամ նույնիսկ ընտրվել կոնկլավում 5 րոպետո հրաժարվել, սպիտակ տուխը դուրս է, ես շատ խորհրդավոր կենսագրական կա, ու նույնը կատարվել է եւս 5 տարի հետո, 63 թվականի Հռոմի պապի ընտրություններին, ու նշված է, որ խոշոր երկրների հատուկ ծառայությունները կարողացել են խանգարել, որ ազգությամբ հայ պապ ընտրվի։ Դա այնքան է կայթակղիչ հեղինակի համար, որ բայց առաջին իսկ պայից պատի դեմ եղա, որովհետև հեշտ չի Վատիկանից ինֆորմացիա ստանալ, բայց իհարկե որոշ բաներ գիտեի, ես օրինակ գիտեի, որ նա արգելված եղել սովետական միությունում ընդհանրապես, ինքը 12 տարի 1958-ից մինչև 70-71 թվականները շատ աշխարհի ամենաբարձր պաշտոնը երբևէ ունեցած հայն է եղել։ Վատիկանի Հռոմի պապից հետո առաջի դեմքն է եղել, հավատի տարածման Սուրբ Ժողովի նախագահ եւ ամբողջ աշխարհն է շրջել։ Իրեն արգելված է եղել միայն իր հայրենիքում լինելը։ Սովետ միությունը արգելանք դրել համարելով, որ քանի որ ինքը անընդհատ իր ելույթներում միշտ շեշտել է, որ աշխարհի ժողովուրդների չարիքը կոմունիզմը եւ ֆաշիզմն է։ Արգելված եղել Սովետ միությունում, նրա եւ մուտքը եւ նրա մասին որևէ դրական բան եւ իդեալով մշտապես դա պահպանվել է, նույնիսկ պարտադրվել է մեր մայր Էջմիածնում ժամանակին, որ իր դեմ գրվի եւ այլն եւ այլն։ Ու դա ավելի մեր ժողովուրդը ընդհանրապես այսպիսի զավակի իր չի ճանաչել։ Իսկ նա այնպիսի կենսագրություն է ունեցել, այնպիսի գործողություններ է կատարել, հատկապես սփյուռքահայության համար եւ հայրենիքի համար, որ թաքցված է մնացել, որ այսօր մեզ անհրաժեշտ է մարդու այս տեսակը։ Ես ինչու եմ գրում այս վեպերը, որ Սամվել
Մուրադյանը հարգարժան պրոֆեսոր ասում է ժամանակակից պատմավեպեր։ Այսօր մեզ խիստ անհրաժեշտ է, հատկապես իր խոսքը սա ծրագրային վեպ է, հոգևոր եւ աշխարհիկ շրջանակների այն ամենը, ինչ ինքը արել է եւ ասել է, այսօր մեզ այնքան անհրաժեշտ է, որ ինքը կարծում եմ 53 տարի իր մահից հետո ինքը գրքի տեսքով վերադառնում է ժողովրդին, վերջապես, լինելով ծնունդով ախացխայից, Սովետ Միությունը այդ շատ ծանր է տարել, 11 տարեկանից տեղափոխվել է Հռոմ, տեղափոխել են Հռոմ հոգևոր ուսման ու այդպես շարունակվել է Ուրբանի համալսարաններ ավարտել, հասնել այն մակարդակին, որ պապի ամենահավանական թեկնածուն լինի։ Այդ կերպով հետաքրքիր մի բան կա, ասել ասեմ, քույրը, որ 41 տարի չի հանդիպում, արդեն ընդրությունների ժամանակ թույլ են տալի, որ եղբորը հանդիպի Հռոմում ու Վատիկանում ընդրություններ ընթանալիս ասում է, մենք 1000-ին ուղարկել էինք, որ քահանա դառնա, վերադառնա, ոչ չենք ուղարկել, որ Հռոմի պապ դառնա։ Չեն էլ պատկերացրել, թե ինչ մեծ բարձունքների կարող է հասնել։ Պարոն Աղաբաբյան, առհասարակ կուզենայի իմանալ, ինչ ճանապարհ անցաք, որպեսզի այս գիրքը ստեղծվի, ինչքան ժամանակ պահանջվեց, որ դուք գտնեք ձեզ հուզող հարցերի պատասխանները, ինչու ոչ գաղտնիքների, հա, նոր բացահայտման, ու այդ ամենը հանձնեք ու դարձնեք գիրք։ Ընդհանրապես ես ավելի շատ ժամանակ կորցնում եմ նյութեր հավաքելիս, ուսումնասիրելու վրա, երբեմն նաև երբ ամեն ինչը ձեռքի տակ է, այդ ուսումնասիրությունն է շատ երկար տևում, քանի որ գաղտնիության խնդիր կա, պետք է իմանաս, որ փաստաթուղթն է կեղծ, որը իրական, հատկապես երբ որ հետախույզներին է վերաբերում, օրինակ ռեզիդենտը վեպը գրելիս իմ մոտ երկու փաստաթուղթ էր։ Մի դեպքում այդ նույն ժամին ինքը Սան Ֆրանցիսկոյում էր, մի դեպքում Նյու Յորքում։ Ես շատ այդ կարևոր էր, որն է ճիշտը, որովհետև այնտեղ ինքնաթիռով են թռչում մյուս քաղաք հասնում էլի, ու ինձ համար հստակվեց որն է ճիշտը, միշտ երկրորդ փաստաթուղթ պատրաստում են, որ եւ որ շամին իրեն ձերբակալի, ինքն ասի ես էս ինչ տեղն էի։ Ուղղակի ուսումնասիրողը պետք է կարողանա համադրել եւ գտնել իրական փաստաթուղթ։ Կարդինալի դեպքում բավականին բարդ էր։ Ես ընդհանրապես կարող եմ մի տարի տևել ուսումնասիրությունների համար, 6 ամիս տևել։ Զարմանալին անեմ, որ երբ սկսում եմ, օրինակ իմ ամենամեծ վեպը «Գաղտնիքների տիրակալ», որ 600 էջ է, գրել եմ 67 օրում։ Բայց 9 ամիս քրքրել եմ, ուսումնասիրել եմ, պատրաստել եմ ինքս ինձ սկսելուն էլի։ Նույն ձևի եւ սա տևեց մի 8 ամիս երևի նյութերի հավաքումը, որտեղ բարդ էր դրսից պետք է լիներ։ Ես մի քանի անգամ փորձ արեցի Բեյրութ էի գնալու, բայց այդտեղից ասին, որ կռիվ է, Իսրայելը հարվածում է, ցկցկվեց։ Բեյրութից ես շատ օգնեցին Զմար վանքի մատենադարանի պատասխանատու հայր Նարեկը, Լուիզիան կաթողիկոսի, պատրիարք կաթողիկոս Ռաֆայել Պետրոս 21-րդի հայ կաթողիկ եկեղեցու օգնությամբ բավականին փաստաթղթեր ու գրքեր բերեցին ինձ։ Ես չգնացի, բայց իրենք եկան 2 անգամ։ Ինձ շատ է օգնել Մխիթարյան միաբանությունը Վիեննայի միջնորդավորված, իմ շատ լավ ընթերցող զույգ ունեմ Վիեննայում, Մեղրիկը, իրենց ընտանիքը մտերի մեր եկեղեցու առաջնորդի հետ եւ նրա միջոցով կապը հաստատվեց 1800 էջ ես էլեկտրոնային գրքեր եմ ստացել
նյութեր եմ ստացել Մոսկվայում, բայց այսօր արդեն Ռուսաստանի Դաշնության պետական արխիվից, մեր նորագույն պատմության Հայաստանի արխիվից, առանձին անհատներից, Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, ամեն տեղից ես մի բանում եմ շահած, որ երբ դիմում եմ օգնում եմ նյութեր հավաքելու։ Իհարկե, եւ որ գնում է հատուկ ծառայություններին, խիստ արգելիկ։ Շատերին թվում է, թե ես կարողանում եմ արգելված արխիվներից օգտվել։ Սուտ է, եթե որևէ մեկը ձեզ ասի, թե փակ արգելված նյութերից եմ օգտվել, ուրեմն ճիշտ չի ասում։ Թույլատրելի, բայց չբացահայտված, թույլատրելի, բայց չուսումնասիրված։ Չի ասի, թե ես կարդինալի ինձ ցանկալի ամբողջ նյութերը կարողացա հավաքել։ Տեսեք, դուք ունեք ընթերցողների մեծ բանակ, ովքեր ամեն անգամ սպասում են ձեր նոր գրքին, հավատարիմ ընթերցողների, ովքեր սիրում ու հասկանում են ձեր գրականությունը։ Ինչ կուզենայիք, որ ընթերցողը զգար այս գիրքը փակելուց հետո։ Այն ինչ ուզում եմ, որ ինքը զգում է։ Զգում է։ Իմ ընթերցողը, որ իմ նախորդ 11 վեպերի գլխավոր հերոսները, ես բախտավոր եմ նրանով, որ իմ հերոսներին ժողովուրդը սիրեց։ Սիրում է։ Եվ համոզված եմ, որ կսիրի նաև այս մեծ մարդուն, որը այսօրվա մեր ծանր իրավիճակում այս գրքում ինքը ճանապարհ ցույց տալի։ Այսօրվա համար, նույնը եղել է նաև նախորդում։ Ես իմ ընթերցողներին բոլորին հրավիրում եմ վաղվա շնորհանդեսին, որը նշենք, որ Էլիտ Պլազայում է լինելու, մեծ տարիչները բոլորը միացնում են, որ ժողովուրդը տեղավորվի երեկոյան ժամը 6:30։ 18:30-ին։ Սովորաբար, երբ շնորհանդես են անում, մոտավորապես 200-ից 300 գիրք են տպագրում, ձեզ մոտ կարծես յուրաքանչյուր գրքի ժամանակ մոտ 3000 է տպագրվում ու էլի հերիք չի, նորից մարդիկ պահանջում են, որ գիրքը լինի ու կյանք ունենա։ Վաղը շնորհանդեսին 18:30-ին Էլիտ Պլազայում ինչ է կատարվելու, ինչ յուրահատուկ ձևաչափ եք ընտրել, որովհետև եթե չեմ սխալվում, ես գիտեմ, որ նաև ձեր եղբոր շատ հայտնի նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի նկարներն են նաև լինելու, հա մի քիչ պատմեք։ Նախ ասեմ, որ Նիկոլի նկարները նկարները առաջ անգամ են ցուցադրվել։ Այսինքն երբեք որևէ տեղ չի ցուցադրվել, առաջին ցուցադրությունն է Հայաստանում։ Մեծ մասը նոր է ավարտել վերջին 2 ամսում։ Էլիտ Պլազայում երեկոյան ժամը 6:30 սկսվելու է ֆոյեում, սրահում Նիկոլի 20 կտավների ցուցադրմամբ, վաճառքը մեկնարկը կարդինալի հենց այդ պահից է լինելու է սրահում, հետո այնուհետև տեղափոխվելու ենք 800 տեղանոց դահլիճ, հուսով եմ, որ կտեղավորվի ժողովուրդը եւ այնտեղ արդեն իմ ընթերցողները գիտեն, որ ամենահայտնի մասնագետները ելույթ են ունենալու մշակութային շատ հետաքրքիր համարներ կան մեր կանոնի թագուհին Մարգարիտան ներողություն Մարիաննա Գևորգյանն է լինելու մենք ազգագրական համույթը ում որ ասում եմ իր երաժշտական մասը բոլոր իմ ընթերցողներն են ու այնտեղ բավականին հետաքրքիր նորություններ են լինելու, ասենք ելույթ է ունենալու ոչ միայն գրականագետները, այլ Մխիթարյան միաբանությունից են լինելու Հայր Գևորգը, անպայման ելույթ է ունենալու, նախկին վարչապետը ելույթ ունենալու, իմ լավ ընթերցող եւ այդ շատ հետաքրքիր թեմաներով։ Ասեմ, որ արդեն երկու երկրից հետաքրում են թարգմանության համար, բայց քանի որ չի սկսվել, դրա համար վստահ չեմ դեռ, որ այդքան արագ
իտալերեն եւ պարսկերեն թարգմանվել։ Այսինքն հնարավորություն է լինելու գիրքը նաև ունենա ճանապարհ Հայաստանի սահմաններից դուրս Այո։ ընթերցողներին։ Իսկ հենց Իտալիայից, Հռոմից չկա հետաքրքրված։ Հա, հետաքրքրություն կա եւ ասացին, որ ցանկանում են շուտ թարգմանել իտալերեն։ Տեսնենք դեռ ես չեմ հանդիպել իրենց ու հուսով եմ, որ կարդինալը մնացած իմ վեպերի ճակատագրին կարժանանա շուտ կսպառվի եւ պահանջարկ կրնի, ճիշտ է 3000 ենք տպագրում, դե 3000 բոլոր վեպերս են 3000, ասեմ, որ շնորհանդեսին վերջապես կլինի նաեւ իմ մենակը վեպը, որը քանի ամիս է սպառվել էր, 6-րդ անգամ լույս կտեսնի զուգահեռ կարդինալն իր հետ մենակը գբերի սրա, այնտեղ կլինի նաեւ իմ մնացած բոլոր գրքերը, երկու գիրք շուտով կվերահրատարակենք, բայց խանութներում առայժմ մի քանի տասնյակ օրինակ դեռ կա նմանակից եւ ռեզիդենտից, որ պետք է 9-րդ անգամ վերահրատարակվի։ Շատ բարի, դուք նշում եք, որ գիրքը ստեղծելուց միշտ մտածում եք հաջորդի մասին։ Կա հիմա այդ հաջորդը։ Երևի կա, բայց բացի կարդինալը, մնացած նախորդները երբեք չեմ ասել, թե ինչ եմ գրում, որովհետև կարող էին խանգարել։ Իսկ կարդինալի դեպքում բացատրեք։ Կարդինալի դեպքում էլ գիտեի, որ կա խանգարել են, որովհետև ինքը միանշանակ չի ընդունվում, ու ինձ հետաքրիր էր չուզողների բանակը։ Ես դիտավորել, որպեսզի բոլոր կողմերին դեսեմ, ու այդպիսի ճակատավոր հարձակումներ եղան իհարկե, որ անպայման ինչ վատ կա, բերենք, ասում են բերեք, ու ամեն ինչ գալիս հանգում էր նրան, որ 1946-ին հայրենադարձության ժամանակ կարդինալը, որը այն ժամանակ հայ կաթողիկ եկեղեցու պատրիարք կաթողիկոսն էր, իդեպ ինքը լինելով կարդինալ 25 տարի կաթողիկ հայ եկեղեցու պատրիարք կաթողիկոսն էր, որից հրաժարվեց 62 թվականին, որովհետև նշանակվեց հավատի տարածման Սուրբ Ժողովի նախագահ, նա ամբողջ աշխարհին էր այլևս եւ չէր կարող ֆիզիկապես տանել ու այդ առումով կարդինալի անունը հայտարարեցի, որ կարդինալ գիրք եմ գրում եւ ստացա բոլոր կողմերի ուրեմն նյութեր։ Եվ հա, հաջորդին հիմա չեմ ասի, որովհետեւ կարող է խանգարողներ լինեն։ Շատ բարի, ես ձեզ հասկացա։ Երբևէ մտածել եք, որ ձեր գիրքը կարող է դառնալ ֆիլմ։ Ֆիլմ։ Հիմա այդպիսի բան են մտմտում։ Երևի լսած կնեմ, մամուլում գրվեց, որ իմ ռեզիդենտը 12 սերիանոց ֆիլմ են պատրաստում նկարահանել Թեհրանում։ Մենք պատրաստեցինք 4 ուրեմն ես պետք է գրեի սցենարը 4 սերիան, դա Գառնան 17 ակնթարթ ֆիլմի ֆորմատն է 12 Շտիրլիցի եւ լինելու էր Մոսկվա, Թեհրան, կարծեմ Լոնդոն մեծ ծրագիր էր, բայց պայմանագիրի ես սիրում եմ որ մարդիկ հստակ լինեն, պայմանագիրը չխախտվի, պայմանագիրի մեջ խախտումներ եղան, ես հրաժարվեցի դադարեցնից միակողմանի, բայց իրենք հիմա էլ ուզում են նորից դիմել գաղտնիքների տիրակալի, բայց ասեմ որ հիմա անուններ չեմ տա, բոլորն են ճանաչում, նաև դրսում երևի շնորհանդեսից հետո այդ հանդիպումը կայանա, ուզում են որ նմանակը ֆիլմի վերածեն դրսում եւ ներսից էլ կան շատ հետաքրքրող մարդիկ, երկու գիրք, ասեին գաղտնիքների տիրակալը եւ նմանակը պատրաստվում են սկսելու, բանակցություններ են սկսել, բայց ինձ թվում է թե կարդինալը բոլորից առաջ են գնելու։
Ուրեմն սպասենք կարդինալի անցնող ճանապարհին, ես վստահ եմ, որ այն հաջողություն է ունենալու։ Մնում է եւս մեկ անգամ ձեզ հուշել, սիրելի հեռուստադիտող, որ վաղը մայիսի 12-ին 18:30-ին Elite Plaza-ում տեղի ունենալու գրքի շնորհանդեսը համեմված նաեւ հետաքրքիր ցուցահանդեսով Վարոն Աղաբաբյանի եղբոր Նիկոլ Աղաբաբյանի կտավներով, որոնք դեռ նոր են ու ցուցադրված չեն, ինչպես նաեւ հետաքրքիր մշակութային համարներով, մի խոսքով սա գրականության մեջ մեծ տոն է լինելու թե պարոն Աղաբաբյանի ընթերցողների համար եւ թե այն մարդկանց, ովքեր նոր են դառնալու ընթերցող ու նոր են բացահայտելու ձեր գրքերն ու գրքի խորությունն ու էջերը։ Ես անչափ շնորհակալ եմ, որ այս առավոտ եկաք ու հետաքրքիր զրույց ստացվեց։ Մաղթում եմ միմիայն հաջողություն ձեր գրչին, մենք էլ սպասենք նորանոր նորություններին ու ուրախանանք, իսկ թե ֆիլմ նկարվի անպայման ասեք։ Ես որպես դերասանուհի կամ Բալի։ Մասսայական տեսարաններում Այդպես որ շնորհակալություն։ հարգելի ընթերցողներ, կարդինալը ձեզ է սպասում եւ այդ Անահիտի նշած հանդիպման պահից կարող եք ծանոթանալ իր հետ։ Անշուշտ կարդինալ փոփոխություններ է գրանցելու մեր բոլորի կյանքում։ Շնորհակալություն անչափ իմ հյուրն էր գրող հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, որի հետ զրուցեցինք նոր գրքի կարդինալի մասին։ Իսկ դուք գնացեք, փնտրեք, գնեք, ձեռք բերեք ու կարդացեք, սիրելիներս, ոչ միայն այս գիրքը, այլ առհասարակ գրողի բոլոր գրքերին պետք է ծանոթանալ։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ ես էի Անահիտ Կիրակոսյանը, մնացեք բարով։